Անշարժ գույքը կարող է դառնալ եկամտաբեր ակտիվ։ Կադաստրի կոմիտեն առաջարկում է հնարավորություն տալ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացուն իր գույքը գրավադրել բանկում հետադարձ հիպոթեկով եւ դրա դիմաց ստանալ պարբերական վճարումներ առանց տունը վաճառելու։ Եթե կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացին սեփականության իրավունքով ունի բնակարան, բնակելի տուն կամ այգետնակ, կարող է այդ անշարժ գույքը դարձնել հետադարձ հիպոթեկի առարկա, այսինքն գրավադրել դա բանկում կամ վարկային կազմակերպությունում եւ իր ամբողջ կյանքի ընթացքում ստանալ պարբերական վճարումներ, առանց իր կյանքի ընթացքում որոշակի տոկոսների կամ այլ վճարումների կատարելու բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Այսինքն անձը պահպանում է իր սեփականության իրավունքը, իր բնակության իրավունքը այդ բնակարանում կամ բնակելի տանը եւ միաժամանակ որոշակի պարբերականությամբ ստանում է եկամուտներ։ Այս մոդելը լայնորեն կիրառվում է մի շարք զարգացած պետություններում, ինչպիսիք են օրինակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան։ Այն համարվում է ոչ միայն ֆինանսական, այլև սոցիալական գործիք, հատկապես տարեց քաղաքացիների համար։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով շատ երկրներում հետադարձ հիպոթեկի գաղափարը ծագել է նաև բնակչության ծերացման միտման պատճառով։ Ընդհանուր համախառն պահանջարկը, համախառն սպառման մակարդակը նվազում է այդ երկրներում եւ այս գործիքը հենց մտածվել է, ստեղծվել է զուտ նրա համար, որպեսզի խթանեն տնտեսապես ոչ ակտիվ բնակչության, տվյալ դեպքում թոշակառուների կողմից սպառումը, քանի որ վերջիններից թոշակները բնականաբար այդքան բավարար չի, որպեսզի իրենք սպառեն ավելի մեծ չափով, ասենք համեմատած օրինակ, չգիտեմ, այլ քաղաքացիների խմբերի հետ, այլ հավասար պայմաններում տեսեք, նույն ասենք թոշակառուն ստիպված կամ պետք է ասենք իր ենթադրենք օրինակ կենտրոնի բնակարանը վաճառել, տեղափոխվել ավելի մատչելի բնակարան, ինչը ասենք տարեց մարդկանց համար այդքան ցանկալի չի եւ դժվար այդպես համակերպվելու նաեւ խնդիր ունեն։ Տվյալ դեպքում իրենք իրենց բնակարանում մնում են, կյանքի որակն է բարձրանում, սա նպաստում է նաև տնտեսական ակտիվությանը։ Կենսաթոշակառուն կարող է գումարը ստանալ ինչպես միանվագ, այնպես էլ պարբերական վճարումներով։ Նախագծով նախատեսվում է, որ բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է սեփականատիրոջը տրամադրել խորհրդատվություն բացատրելով պայմանները։ Խորհրդատվությունը պետք է ընդգրկի նաև այլընտրանքային տարբերակները, հնարավոր հարկային հետևանքները եւ ծրագրի ազդեցությունը ժառանգության վրա։ Գույքի սեփականատերը պարտավոր է պահպանել իր տունը բարվոք վիճակում, վճարել գույքը եւ ապահովագրել այն։ Իսկ ինչ կլինի, եթե օրինակ մարդը հետադարձ հիպոթեկ մեխանիզմին դիմելուց 1 տարի հետո մահանա։ Անձի մահը ըստ նախագծի կարգավորումների հանդիսանում է պայմանագրային հարաբերությունների ավարտ, այսինքն հետադարձ հիպոթեկով գրավի դադարում։ Այդ դեպքում գույքի սեփականության իրավունքը անցնում է գրավառուին, այսինքն այն բանկին կամ վարկային կազմակերպությանը, որ վարկը տրամադրել է, եւ արդեն դրանից հետո վերջինս որոշում է օրինակ գույքը եթե իրացնում է, իրացնելու արդյունքում վերցնում է այն պարտավորությունների չափը, որը որ ժամանակին վճարվել է տարեց քաղաքացուն որպես հետադարձ հիպոթեկով սահմանված վճարներ, իսկ մնացած գումարը արդեն ըստ իրավահաջորդության անցնում են ժառանգներին։ Անշարժ գույքի շուկայի մասնագետները գաղափարը հետաքրքիր եւ Հայաստանի համար նորարարական են համարում։ Անշարժ գույքի գործակալության տնօրեն Գարիկ Դանիելյանի խոսքով նման մոդել արդեն տասնամյակներ շարունակ գործում է տարբեր երկրներում եւ կարող է դառնալ նոր ֆինանսական գործիք նաեւ տեղական շուկայում։ Աշխարհում մոտ 40 պետություններ ու ավելի թվով կիրառում են դեռ ԱՄՆ-ում 1961 թվականից գործում է, դա այսինքն այն մասին է, եթե ճիշտ ենք հասկանում, որ տարեց թոշակառուները կարող են բանկի հետ փոխադարձ պայմանավորվածության ձեռք բերել X գումար կամ պարբերաբար վճարներ, որը չի սպառնում իրենց գույքի իրավունքին, ինքը ֆինանսական լավ ինստրումենտ է, որպես շուկայում նոր պրոդուկտ, բանկերի համար տնտեսության ակտիվությանը կխթանի, բայց հարկավոր է պետական լուրջ վերահսկողություն, որովհետև տարեց մարդիկ մի քիչ թերի գիտեն օրենքները կամ ընդհանրապես բանկային համակարգի նրբությունները, որպեսզի խուսափեն չարաշահումներից։ Վճարումների ժամկետն ավարտելուց հետո կենսաթոշակառուն կշարունակի տիրապետել գույքին։ Միայն նրա մահվանից հետո է հնարավոր այն օտարել։ Սա միանշանակ հնարավորություն է, տարեց քաղաքացիները հնարավորություն են ունենալու դրամայնացնելու իրենց ակտիվը անշարժ գույքը առանց այդ անշարժ գույքից զրկվելու։ Այսինքն թե պահպանելու են բնակության իրավունքը, ունենալու են բնակության վայր, թե ունենալու են սեփականության իրավունք եւ թե ակտիվի վերածելով պարբերական վճարումների տեսքով ստանալու են որոշակի եկամուտ։ Հայաստանը ծերացող ազգերի շարքին է դասվում, նկատում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Հավելում, այս գործիքի կիրառումը կարող է մի շարք խնդիրներ լուծել։ Նախ այն առումով, որ այդ ազգաբնակչության այդ տվյալ խմբի կենսամակարդակը կարող է բարձրանալ, որևէ ինչ-որ բեռ վճարային չեն ունենա տվյալ մարդիկ,
Բացի դրանից նաև շտապականություն, ինչպես նշեցի, կմնան, իրենք այդ տանը կբնակվեն մինչև իրենց կյանքի վերջ եւ հետագայում եւս, եթե բանկի կողմից այդ գույքը վաճառվի իր, ասենք, մայր գումար տոկոսները մարվի եւ լինի մնացորդային գումար, ապա դա կվերադարձվի համապատասխան ըստ ժառանգության կտակի եւ այլն։ Նախատեսվում է նաև ամրապնդել ամուսինների գույքային պաշտպանությունը, ներդնելով կողակցի սեփականության իրավունքի ինստիտուտը, որը կապահովի, որ ամուսիններից մեկի մահվանից հետո մյուսը շարունակի անխոչնդոտ տնօրինել լինես տունը։ Ինչ է սա նշանակում, որ ամուսիններից որևիցե մեկի մահից հետո ըստ գործող կարգավորումների 50%-ը պատկանում է մյուս քաղաքացուն սեփականության իրավունքով, իսկ մյուս 50%-ը բաժանվում է, եթե կան առաջին հերթի ժառանգներ, առաջին հերթի ժառանգների միջև։ Այս դեպքում, եթե ամուսինները գալիս են համաձայնության եւ դիմում են ներկայացնում կադաստրի կոմիտե, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում է իրականացվում, սահմանելով, որ սա կողակցի սեփականության իրավունք է։ Այսինքն, ամուսիններից մեկի մահից հետո այդ գույքը չի ներառվում ընդհանուր ժառանգության զանգվածում, այսինքն չի բաժանվում այն բոլոր ժառանգների միջև, որոնք որ օրենքով առկա են, եւ միանձնյա ընդհանուր որպես գույք մեկ ամբողջություն սեփականության իրավունքով շարունակում է պատկանել կենդանի մնացած ամուսնուն։ Սա ժամանակակից պրոդուկտ է, շեշտում է անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Միևնույն ժամանակ հավելում, Հայաստանում սովորաբար տարեց մարդիկ դժվարությամբ են այսպիսի ծրագրերին վստահում։ Կարծում եմ կլինեն մարդիկ, ովքեր ունեն բավականին բարձր արժողությամբ գույքեր ու ցավոք սրտի ստանում են ցածր թոշակ կամ եկամուտները չի բավականացնում իրենց լիարժեք ապրելու, դեղորայք, շրջագայել եւ այլն, կարող են օգտվել այդ պրոդուկտից։ Այստեղ կրկնում եմ, շատ կարեւոր է, որպեսզի բանկերը լինեն թափանցիկ, մի քիչ ավելի բաց համագործակցեն քաղաքացիների հետ, որպեսզի հետագայում չունենան վեճեր ժառանգների եւ մնացած ընտանիքի անդամների հետ։ Անշարժ գույքը իրանով կապիտալ է, որը կարող է ծառայել, պետք է ծառայի բարօրություն քաղաքացու, կարող է մտնել շրջանառության մեջ եւ շատ մարդկանց համար նոր հնարավորություններ, միտքը անգամ նորություն է Հայաստանում, որ կարող են կիրառել եւ ավելի բարեկեցիկ ծերություն մարդիկ ապրել։ Կադաստրի կոմիտեի շեշտում են, սա պարզապես հնարավորություն է, որից օգտվելու կամ չօգտվելու որոշումը քաղաքացին ինքնակամ է կայացնելու։ Կանխատեսում են, որ արդյունքում անշարժ գույքի շուկայի մեջ ներգրաված կապիտալի շրջանառությունը կաճի, ինչի շնորհիվ շուկան կդառնա ավելի ակտիվ եւ կանխատեսելի։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, Մուշեղ Մանվելյան, Գիրակնորյալ ուրեր։